Քաղաք Յազդ։ Յազդ հին քաղաքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է, որը գտնվում է Իրանի սրտում Յազդ նահանգում։ Այս հնագույն քաղաքը հայտնի է իր հարուստ պատմությամբ և մշակույթով, որն արտացոլված է իր ճարտարապետության, ավանդույթների և կենցաղի մեջ։ Այս և հաջորդ հաղորդման ընթացքում մենք ուսումնասիրենք Յազդ հին քաղաքի բազմաթիվ հրաշալիքները, սկսած նրա ցնցող հողմային աշտարակներից մինչև աշխույժ շուկաներ և փառատոներ։ Յազդ հին քաղաքը գտնվում է պատմական Մետաքսի ճանապարհի երկայնքով, որը Չինաստանը միջերկրական ծովին կապող հիմնական առևտրային ճանապարհն էր։ Քաղաքի դիրքը այն դարձրեց կարևոր կանգառ առևտրականների և ճանապարհորդների համար և նպաստեց նրա հարուստ մշակութային ժառանգությանը։ Քաղաքը հիմնադրվել է մ.թ. 5-րդ դարում և այն ժամանակից ի վեր մշտապես բնակեցված է եղել։ Յազդի ռազմավարական դիրքը Մետաքսի ճանապարհի երկայնքով այն դարձրեց բարգավաճ քաղաք և դարձավ առևտրի, կրոնի և մշակույթի կարևոր կենտրոն։ Քաղաքի ամենավառ առանձնահատկություններից մեկը նրա յուրահատուկ ճարտարապետությունն է, որը բնութագրվում է ցեխե աղյուսով տներով և հողմաշտարակներով։ Հողմային աշտարակները, որոնք նաև հայտնի են որպես բադգիրներ, բարձր կառույցներ են, որոնք բռնում են քամին և այն ներքևում գտնվող շենքերի մեջ, ստեղծելով օդորակման բնական ձև։ Այս նորարար դիզայնը դարեր շարունակ օգնել է Յազդի բնակիչներին դիմակայել քաղաքի ծայրահեղ շոգին։ Հողմային աշտարակները ոչ միայն ֆունկցիոնալ են, այլև քաղաքի ճարտարապետության և ինքնության անբաժանելի մասը։ Այցելուները կարող են տեսնել դրանք ամբողջ քաղաքում, բարձրանալով տանիքների վերևում և ավելացնելով քաղաքի յուրահատուկ հմայքը։ Յազդը հայտնի է նաև իր բազմազան մշակութային և կրոնական ավանդույթներով, որոնք այստեղ գոյատևել են դարեր շարունակ։ Քաղաքը մեծ զրադաշտական համայնք է, որ հազարավոր տարիներ ապրել է Յազդում։ Զրադաշտական շրջանը, որը հայտնի է որպես Ֆահադան, պարտադիր այցելության վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իմանալ այս հին կրոնի մասին։ Ֆահադանում են գտնվում Յազդի ամենահին և ամենալավ պահպանված շենքերը, ներառյալ Ալեքսանդր Բանտը և Լարիհայի տունը։ Յազդ հին քաղաքը նաև մեծ մահմեդական համայնք է, և քաղաքի բազմաթիվ մզկիթներն ու մինարեթները վկայում են նրա իսլամական ժառանգության մասին։ Այցելուները կարող են ուսումնասիրել Ջամեհ մզկիթը, Յազդի ամենամեծ մզկիթը, ինչպես նաև բազմաթիվ փոքր մզկիթներն ու մեդրեսաները, որոնք գտնվում են քաղաքում։ Յազդը աշխույժ շուկայի տունն է, որտեղ այցելուները կարող են գտնել ամեն ինչ համեմունքներից և տեքստիլից մինչև ձեռագործ իրեր և հուշանվերներ։ Բազարը գործունեության աշխույժ կենտրոն է և հիանալի վայր քաղաքի աշխույժ մթնոլորտը զգալու համար։ Քաղաքը հայտնի է նաև իր բազմաթիվ փառատոներով, որոնք նշում են ամեն ինչ, սկսած գարնան գալուստից մինչև Մուհամեդ մարգարեի ծննդյան տարեդարձը։ Յազդ Նովրուզ փառատոնը, որը նշում է պարսկական նոր տարին, առանձնահատուկ գունեղ և ուրախ տոն է, որտեղ մարդիկ պարում են փողոցներում, երաժշտություն նվագում և խնջույքներ անում ավանդական ուտեստներով։ Յազդ հին քաղաքի այցելուները կարող են ուսումնասիրել քաղաքի բազմաթիվ տեսարժան վայրերը ոտքով կամ հեծանիվով։ Քայլելով քաղաքի նեղ փողոցներով, այցելուները կարող են հիանալ ցեխե աղյուսով շենքերի բարդ մանրամասներով և պատկերացում կազմել քաղաքի յուրահատուկ ինքնության և պատմության մասին։ Քաղաքից այն կողմ շրջակա անապատն առաջարկում է յուրահատուկ բնական գեղեցկություն, որն արժե ուսումնասիրել։ Այցելուները կարող են քայլել անապատով և զգալ իրանական անապատային լանդշաֆտի ընդարձակությունն ու մենությունը։ Անապատում ճամբարը նաև հայտնի գործունեություն է նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի շատ ժամանակ անցկացնել տարածքում։ Յազդ հին քաղաքը հետաքրքրաշարժ վայր է, որը հնարավորություն է տալիս դիտել Իրանի հարուստ պատմությունն ու մշակույթը և Մետաքսի ճանապարհը։ Նրա յուրահատուկ ճարտարապետությունը, բազմազան ավանդույթները, աշխույժ շուկաներն ու փառատոները դարձնում են այն պարտադիր այցիվայր բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են ուսումնասիրել հին աշխարհը։ Անկախ նրանից, թե դուք հետաքրքրված եք պատմությունով, կրոնով կամ պարզապես ներծծվելով տեղի մթնոլորտով, Յազդ հին քաղաքը
անկասկած երկարատև տպավորություն կթողնի։ Յազդ քաղաքում գտնվող Ջամե մզկիթը Իրանի ամենատպավորիչ և գեղեցիկ մզկիթներից մեկն է։ Գտնվելով Յազդի հին քաղաքի սրտում, մզկիթը վկայում է տարածաշրջանի հարուստ մշակութային ժառանգության մասին և պարտադիր այցելության վայր է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են իսլամական ճարտարապետությամբ։ Յազդի Ջամե մզկիթը թվագրվում է 14-րդ դարով, չնայած մզկիթի որոշ հատվածներ գուցե նույնիսկ ավելի հին են։ Դարերի ընթացքում մզկիթը ենթարկվել է մի քանի վերանորոգման և լրացումների, որոնցից յուրաքանչյուրը ավելացրել է իր գեղեցկությունն ու վեհությունը։ Մզկիթը իրանական իսլամական ճարտարապետության վառ օրինակն է, իր բարդ սալիկապատմամբ, բարձր մինարետներով և հոյակապ գմբեթով։ Յազդի Ջամե մզկիթը իսլամական ճարտարապետության գլուխգործոց է։ Մզկիթը կառուցված է կենտրոնական բակի շուրջ, շրջապատված մի շարք իվաններով կամ թաղածածկ սրահներով։ Իվանները զարդարված են մշակված կղմինդեր աշխատանքներով և գեղագրական արձանագրություններով, ստեղծելով վեհության և գեղեցկության զգացում։ Մզկիթի տպավորիչ գմբեթը շենքի ևս մեկ կարևոր կետ է, իր բարդ սալիկապատմամբ և բարդ երկրաչափական նախշերով։ Գմբեթը հենված է մի շարք կամարներով և սյուներով, որոնք ստեղծում են տարածության և թեթևության զգացողություն։ Մզկիթի մինարետները ևս մեկ ուշագրավ հատկանիշ են, իրենց կապույտ սալիկապատ արտաքինով և բարդ աղյուսով։ Մինարետները հին Յազդ քաղաքի ամենաբարձր կառույցներն են, որոնք կարելի է տեսնել կիլոմետրերով շուրջը։ Յազդի Ջամե մզկիթը ոչ միայն իսլամական ճարտարապետության գլուխգործոց է, այլև նշանակալի մշակութային հուշարձան։ Մզկիթը դարեր շարունակ էական դեր է խաղացել Յազդի ժողովրդի կրոնական և մշակութային կյանքում։ Այն ծառայել է որպես պաշտամունքի վայր, համայնքի հավաքատեղի և ուսման կենտրոն։ Մզկիթը նաև արտացոլում է տարածաշրջանի բարդ պատմությունը իսլամական և նախաիսլամական տարրերի միախառնումով։ Մզկիթի սալիկապատումը, օրինակ, ներառում է մոտիվներ զրադաշտականությունից, հին պարսկական կրոնից, որը նախորդել է իսլամին։ Յազդի Ջամե մզկիթը բաց է այցելուների համար։ Այցելուներից պահանջվում է մզկիթ մտնելուց առաջ համեստ հագնվել և հանել կոշիկները։ Նրանց համար, ովքեր ցանկանում են ավելին իմանալ մզկիթի պատմության և ճարտարապետության մասին, հասանելի են հատուկ էքսկուրսիաներ։ Դոլատ Աբադ այգին, որը գտնվում է Իրանի կենտրոնական Յազդ քաղաքում, պարսկական այգիների նախագծման և ճարտարագիտության տպավորիչ օրինակ է։ Աֆշարիեի ժամանակաշրջանում, մասնավորապես հիջրեյան 1125 թվականին, Մոհամմադ Թաղի խան Բավխիի կողմից, որը Յազդի խավանիների տոհմի ղեկավարն էր, այս այգին վկայում է իրանցի ճարտարապետների և ճարտարագետների հնարամտության և հմտությունների մասին։ Ըստ պատմական տվյալների, Թակի խանը նախ կառուցել է 65 կիլոմետր երկարությամբ քանատ և ջուրը Մեհրիզից բերել Յազդ, որտեղ այժմ գտնվում է Դոլատ Աբադ այգին։ Քանաթը ստորգետնյա թունելների և ջրանցների համակարգ էր, որն օգտագործվում էր աղբյուրից ջուր տեղափոխելու համար բնակավայր կամ այգի։ Դա կարևոր տեխնոլոգիական առաջընթաց էր, որը թույլ տվեց զարգացնել գյուղատնտեսությունը և բնակավայրերը չորային շրջաններում, ինչպիսին կենտրոնական Իրանն է։
Այնուհետև Թակի խանը կառուցեց Դոլատ Աբադի նահանգային համալիրը, որը ներառում է այգին, մի քանի շենքեր, լճակներ, շատրվաններ, նռան և խաղողի այգիներ։ Այգին կազմված է երկու մասից՝ ներքին և արտաքին այգիներից։ Ֆունկցիոնալ տիպաբանության տեսանկյունից Դոլատ Աբադը բնակավայր պետական այգի է։ Արտաքին այգին կառավարական արարողությունների, սպորտային արարողությունների և քաղաքային ադմինիստրացիայի վայր էր, մինչդեռ ներքին այգին մասնավոր հատված էր և համալիրի նստավայրը։ Բնակավայրի կառավարության այգիներում ներքին ասպարեզը լիովին տարբերվում էր այլ տարածքներից և նույնիսկ դռնապան կամ հաջաբի էր նշանակվում այն վերահսկելու համար։ Դոլատ Աբադի պարտեզի ներքին բաժինը տիրակալի և նրա ընտանիքի նստավայրն էր և ներառում էր մի քանի շենքեր, ինչպիսիք են ութանկյուն ամառային քամու աշտարակը, հարեմը, խոհանոցը, դիտորդական աշտարակը, մասնավոր ջրամբարը և ամառային և ձմեռային ախոռները։ Հատկապես ուշագրավ է ութանկյուն ամառային քամու աշտարակը։ Այն երկհարկանի աշտարակ է, գմբեթաձև տանիքով, որը նախատեսված էր քամին բռնելու և շենք մտցնելու համար, ստեղծելով բնական օդորակման համակարգ, որն արդյունավետ էր նույնիսկ տարվա ամենաշոգ օրերին։ Հարեմը այգու մասնավոր տարածք էր, որը վերապահված էր տիրակալի և նրա ընտանիքի համար և հասանելի էր միայն ընտրյալների համար։ Այգու ամենատպավորիչ և եզակի առանձնահատկություններից մեկը հողմաբռնիչների կամ բադգիրների ցանցն է, որոնք նախատեսված էին տաղավարի և այլ շինությունների ներսում օդը սառեցնելու համար։ Դոլատ Աբադ այգիի տաղավարն ունի մի շարք հողմավորսիչներ, որոնք խոշորագույններից են Իրանում և դրանք վկայում են իրանցի ճարտարապետների և ճարտարագետների հնարամտության և հմտության մասին։ Այգում կան նաև տարբեր ծառեր և ծաղիկներ, որոնք բնիկ են Իրանում, այդ թվում գեղեցիկ նոճիներ և նռան ծառեր։ Կենտրոնական լողավազանը և ջրային ալիքների ու շատրվանների բարդ ցանցը, որոնք անցնում են ամբողջ գույքով, ստեղծում են հանգստացնող մթնոլորտ։ Ինչպես նշել է Դոլատ Աբադ այգին պարսկական այգիների նախագծման և ճարտարագիտության տպավորիչ և գեղեցիկ օրինակ է։ Անկախ նրանից, թե դուք հետաքրքրված եք Իրանի պատմությամբ, պարսկական այգիների ձևավորման արվեստով կամ պարզապես ցանկանում եք տեսնել աշխարհի ամենագեղեցիկ այգիներից մեկը, Դոլատ Աբադ այգին պարտադիր այցելության վայր է։ Իր յուրահատուկ առանձնահատկություններով, հարուստ պատմությամբ և գեղեցիկ բնական միջավայրով Դոլատ Աբադ այգին անկասկած կլինի Յազդ ցանկացած ճանապարհորդության կարևորագույն իրադարձություն։